Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Առաջին ալիք Ամերիկան ներկայացնում է Ողջույն, առաջին ալիք Ամերիկայի եթերում հայրենակիցն է։ Իսկ դա նշանակում է, որ այսօր կծանոթանանք մեր եւս մի հայրենակցի հետ, որի վերադարձը հայրենիք նույնպես չմնաց աննկատ։ Իմ այսօրվա զրուցակիցը Սիլվիա Այվազյանն է։ Նա իր վերադարձով Հայաստան բերեց ոչ միայն նոր մտածողություն, այլև նոր մոտեցում գյուղատնտեսության ոլորտում։ Երևան-Մոսկվա-Երևան երկար ճանապարհի հաստատուն եւ վերջնական հանգրվանը Արարատի մարզի Նոր կյանք գյուղն է։ Իսկ թե որտեղից է սկսվել այս պատմությունը եւ ինչ ընթացք ունի, կիմանանք միասին։ Սիլվիա, ողջույն։ Ողջույն, Ինչպե՞ս եք։ Լավ Իրինա ջան, դուք ինչպե՞ս եք։ Լավ, Շատ ուրախ եմ շնորհակալություն։ ձեզ այստեղ հյուրընկալել։ Շնորհակալություն։ Արարատի մարզի Նոր կյանք գյուղում ենք, որտեղ եւ հիմնել եք ձեր լորաբուծարանը։ Ինչպես եկաք այս կետին ու այս գաղափարին։ Ինչու հենց լորաբուծություն։ 2019 թվականին մենք ընտանիքով տեղափոխվեցինք Հայաստան եւ մենք այսպես ենք ասում ենք ընտրեցինք Նոր կյանք գյուղը եւ Նոր կյանք սկսեցինք Նոր կյանք գյուղում։ Ինչու հենց Արարատի մարզը, ի սկզբանե մենք ուզում ենք Հայաստան գալով զբաղվել գյուղատնտեսությամբ, հենց այդ ոլորտն էր մեզ հետաքրքիր եւ ուսումնասիրելով շուկան մենք հասկացանք, որ հենց լորաբուծությունն է, այն թիրախային ոլորտ է, որը շատ ազատ է, այսինքն մրցակցությունը շատ թույլ է, շատ գործ կա անելու եւ որոշեցինք զարգացնել ու սկսեցինք մեր դժվար ճանապարհը։ Այդ դժվար ճանապարհի եւ առհասարակ լորաբուծության ու ձեր բիզնեսի մասին կխոսենք մի քիչ հետո։ Այժմ խոսենք ձեր արմատների մասին։ Ովքեր են ձեր նախնիները եւ ինչ ճանապարհ եք անցել նախքան Հայաստան վերադառնալը։ Մենք ծնունդով ես էլ ամուսինս Սպիտակից ենք, ծնվել ենք Սպիտակ քաղաքում։ Ամուսինս 3 տարեկանից երկրաշարժից հետո տեղափոխվել է ընտանիքով Ռուսաստան, ապրել է Ռուսաստանում, կրթություն է ստացել Ռուսաստանի Դաշնությունում։ Ես 2009 թվականին ամուսնանալուց հետո եմ տեղափոխվել Ռուսաստան, այնուհետև այլ քաղաքում ենք ապրել, հետո տեղափոխվել ենք Մոսկվա եւ Մոսկվայում 12 տարի ապրելուց հետո մեր աղջկա հետ միասին ամբողջ ընտանիքով որոշեցինք տեղափոխվել Հայաստան եւ սկսենք մեր կյանքը, մեր գործունեությունը մեր երկրում։ Ինչ է օգնեց ձեզ վերջնականապես կողմնորոշվել հայրենիք տեղափոխվելու հարցում։ Դժվար չէր կայացնել որոշումը։ Ճիշտն ասած, մտքեր միշտ են եղել տեղափոխվել Հայաստան, տեղափոխվել մեր հայրենիք, անգամ մեր աղջիկը այն ժամանակ փոքր լինելով գիտակցել է դա ու միշտ մեզ ասում էր, եթե մենք հայ ենք, ինչու չենք ապրում Հայաստանում, օրինակ ապրում ենք Մոսկվայում, եւ դա էլ քեզ ավելի պարտավորեցնող էր, որ դու չգիտեիր այդ հարցին ինչ պատասխան տայիր եւ հեղափոխությունից հետո, հենց հեղափոխությամբ ներշնչված, որոշեցինք տեղափոխվել Հայաստան եւ շատ ճիշտ արեցինք։ Երբևէ չեք ափսոսել հայրենիք տեղափոխվելու մասում։ Սա մեր երկիրն է, սա մեր հայրենիքն է, որտեղից մենք շունչ ենք ստանում, որտեղից մենք ուժ ենք ստանում, որտեղ կա էներգիա, որտեղ մեր մանկությունն է անցել վերջի վերջո, եւ ինչքան էլ դժվար լինի, մեկ է մեր երկրում ամենալավն է ու մենք պարտավոր ենք այստեղ ապրել ու մեծացնենք մեր երկիրը, զարգացնենք։ Դուք ընտրել եք բավականին դժվար ոլորտ, որովհետև Հայաստանում լորաբուծությունը համեմատաբար նոր ոլորտ է։ Ինչ դժվարությունների եք հանդիպել բիզնեսի հիմնման հենց սկզբնական շրջանում։ Որ նոր ենք սկսել այս ոլորտում մեր գործունեությունը, իհարկե դժվար էր, 5 տարի առաջ երբ հետ եմ նայում, մարդիկ քիչ ինֆորմացված էին եւ ավելի դժվար էր մարդկանց ներկայացնել ապրանքը, ինչի հետ կարելի է օգտագործել, ինչու ընտրել լորիձուն, այլ ոչ հավիձուն։ Համենայն դեպս այդ ճանապարհը մենք անցել ենք, մենք ստեղծել ենք պահանջարկ, մենք ստեղծել ենք մշակույթ, ու դա միայն լորի ձվի կամ լորի մսի մասին չէ, հա, այդ մշակույթը, դա հենց առողջ սննդի մասն է խոսքը, որը մեր երկրում հիմա շատ պրոգրեսիվ եւ առհասարակ աշխարհում շատ պրոգրեսիվ աճում է, մարդիկ արդեն գիտակցում են, որ սնունդը դա միայն հագենալը չէ, որ մենք սնվում ենք, որպեսզի ստանանք կոնկրետ վիտամիններ, միկրոտարեր, որոնք հենց հիմքն են մեր առողջ լինելու։ Լոր հիմնականում բուծում են լորի մսի թե ձվի համար։ Որն է ձեր սպառման հիմնական ապրանքը։
Նայեք, ի սկզբանե մենք լորի ձվից ենք սկսել։ Լորի ձուն ավելի հեշտ էր իրացնելը, որովհետև մարդիկ համեմատաբար ավելի իրազեկված էին։ Լորի մսի նույնպես մարդիկ բնականաբար իրազեկված էին, բայց լորի միսը մինչ այժմ էլ ունենք այդ, չգիտեմ, խնդիր անվանել թե ոչ, բայց մարդիկ ասոցացնում են որսի հետ։ Երբեմն անգամ էքսպոներին մասնակցելիս ես հիշում եմ մի դեպք եղավ, մի տարիքով պապի եկավ, ես լորի միստ էի մեր ներկայացնում եւ ասեց. Աղջիկ ջան, դու այդքան լորին խփել ես։ Շատ հետաքրքիր էր այդ հարցադրումը եւ ես ասում եմ, ինչի պարտադիր պետքա խփել։ Մենք ունենք լորաբուծարան, մենք կոնկրետ իրենց բազմացնում ենք ինկուբացիայից սկսած եւ այլն։ Ամեն դեպքում ես հասկացա, որ մինչ այժմ, մինչ օրերս էլ կա այդ խնդիրը, բայց իհարկե կամաց մենք շատ անելիք ունենք ու քայլ առ քայլ մենք փոխում ենք այդ կարծրատիպերը։ Կարծում եմ, քանի որ ոլորտը հենց զարգացող է, դրա համար էլ իրազեկվածության որոշակի խնդիրներ է առաջանում։ Այո, ճիշտ եք ասում ու մենք ի սկզբանե էլ հասկացանք եւ ընտրեցինք այդ ոլորտը, երբ որ շատ կար աշխատանք անելու, մինչ այժմ էլ շատ կա անելու աշխատանք եւ զարգացող ոլորտ մենք ընտրել ենք ու գիտենք, որ հեշտ չէ լինելու, բայց մենք ունենք շատ լավ ապագա ու հաստատ այս տենդենսը շարունակվելու է եւ ավելի մեծ ալիք ունենա։ Սիլվիա, շատ յուրահատուկ, եթե չասեմ ռոմանտիկ անվանում ունի ձեր բրենդը՝ Տեսիլ։ Ինչով է սա պայմանավորված։ Պարզապես գեղեցիկ բառ է, թե նաև այլ բացատրություն ունի։ Ունի բացատրություն բրենդի անվանումը, իմ եւ ամուսնուս անունների առաջին բանկերն են, որը նաև հայերենում ունի բացատրություն որպես առանձին բառ, որը նշանակում է մոտեցում, ըմբռնում, հայացք, նոր հայացք դեպի գյուղատնտեսություն։ Առաջարկում եմ միասին շրջենք եւ մեր լորիկներին կտեսնենք, իրենց կյանքին կծանոթանանք եւ տնտեսությունն առհասարակ։ Սիրով։ Այստեղ մեր լորիկներն են։ Այստեղ կան տարբեր ցեղատեսակներ, ինչպես տեսնում եք, կան սպիտակներ, կան մանժուրներ, կան սպիտակներին մենք տեխաս ենք անվանում, բայց կան նաև ցեղատեսակներ, որոնք հենց 14 օրեկանից հետո արդեն երևում են, թե իրենք մսատու կլինեն, ձվատու կլինեն, հա, կոնկրետ իրենց այդ գունավորումից հասկանում ենք։ Օրինակ, սրանք աղջիկներ են, այսինքն եք տեսակներ են, անմիջապես տարբերվում են։ Ցեղատեսակներով պայմանավորված խնամքի կամ այլ ինչ-որ հարցերի տարբերություն չկա։ Չէ, ցեղատեսակներով պայմանավորված մենք տարբերություն չենք զգացել կամ անհրաժեշտություն, բայց օրինակ սրանք մսատու լորիկներն են, կոնկրետ մսի համար են պահվում, բայց կարող են նաև ձու տալ, այսպես ասած, ըստ տարիքի իհարկե ժամանակահատվածը հասնում, որ հասնեն ձվարտադրության։ Իդեպ, տեսնում եք կերը, որով կերակրվում են, մենք ինքներս ենք արտադրում։ Բաղադրիչները ամբողջովին բնական են, ոչ մի, այսպես ասած, հակաբիոտիկներ կամ ինչ-որ հորմոններ չկան։ Հիմնականում բաղադրության մեջ ցորեն է, եգիպտացորեն է, արևածաղկի սոյայի քուսպ է, վիտամիններ են, ամբողջությամբ բնական են, որը շատ կարևոր է։ Ջուրը մաքուր ջուր է, ֆիլտրված ջուր են խմում ու ամենահետաքրքիրը, որ միշտ վանդակներում լինում են ճարպիկները, նամանավանդ փոքր լորիկներին, որոնց հետո ես ձեզ ցույց կտամ։ Սկզբում ոչ ոք չգիտի ինչպես են խմելու, ինչպես են սա օգտագործելու, ու միշտ խմբում ինչ-որ մեկը ճարպիկ հայտնվում է, այն լիդերը, հա, այսպես ասած, անգամ թռչունների մեջ կա, ով մի անգամից հասկանում է ինչ պետք է անի եւ օրինակ ծառայելով բոլորը շարունակում են արդեն նման կերպ խմել ջուրը։ Սրանք լորի ձվիկներն են, մենք արդեն հավաքել ենք, դրա համար քիչ են այստեղ։ Ամեն դեպքում անընդհատ ունենում ենք թարմ ձու, կարող եք զգալ տաքի անգամ։ Տաքությունը ինքը նամանավանդ մինչև 1 շաբաթ թարմության լորի ձուն ինքը ուղղակի դեղ է, անկեղծ եմ ասում, ու բացի այն գիտական փորձերը, որոնք հաստատում են դա, մենք ինքներս մեր ընկերներին մեզ վրա փորձել ենք եւ նամանավանդ թուն վիճակում խմելուց մենք շատ հիվանդություններ ենք բուժում, շատ հիվանդությունների դեմ պրոֆիլակտիկ ձևով է ինքը օգնում եւ կարող եմ ասել նաեւ շատ կարեւոր մի փաստ լորի ձվի մասին, որ լորի ձունի տարբերություն հավի ձվի սառմանելով չի պարունակում, լորի մարմնի ջերմաստիճանը բարձրանում է մինչև 42 եւ երբեմն ավել եւ դրա հաշվին ոչ մի բակտերիաներ չեն մնում եւ հիվանդություններ չեն ընկնում, մենք անգամ պատվաստումներ չենք անում, որովհետեւ դրա կարիքը ուղղակի չկա։
Շատ լուրջ են բոլորը։ Բոլորը լուրջ մեզ են նայում, ուսումնասիրում են, թե ինչ են ուզում մեզնից այս մարդիկ։ Սիլվիա, լորաբուծության բոլոր դրական կողմերի մասին խոսեցինք, բայց վստահ եմ, որ ոլորտն ունի նաև խոցելի կողմեր։ Ասենք հիվանդությունների նկատմամբ դիմացկունության, խնամքի, կերի առումով։ Եթե հաշվի չառնենք, որ մինչև 14 օրական ժամանակահատված իրոք չափազանց խնամք ու ուշադրություն են պահանջում, 14 օրը 15 օրը անցնելուց հետո արդեն ավելի դիմացկուն են, ավելի մեծ են, ավելի կազդրված են, այսպես ասած, բայց իհարկե եթե պահպանում ենք բոլոր սանիտարահիգիենիկ կանոնները, ճիշտ խնամք ենք ապահովում, դրա համար հանգիստ կարող ենք ասել, որ լորի միսը, լորի ձուն էկո է, էկոլոգիապես մաքուր է, հակաբիոտիկներ եւ այլ հավելումներ չեն պարունակում։ Սիլվիա, որտեղից ձեզ այսքան գիտելիք այս յուրահատուկ ոլորտի վերաբերյալ։ Նախքան բիզնես հիմնելը, դասընթացների կամ վերապատրաստման մասնակցել եք։ Նայեք, մենք դեռ Մոսկվայում իհարկե ուսումնասիրում էինք այս ոլորտը, հենց լորաբուծությունից չէ, բայց ընդհանրապես գյուղատնտեսության հետ կապված տարբեր ոլորտներ ուսումնասիրում էինք, բայց երբ արդեն Հայաստանում եկանք ու որոշեցինք հենց լորաբուծությամբ զբաղվել, մենք ունենք ընկերներ, ունենք ծանոթ բարեկամներ, ովքեր հենց այս ոլորտում գործունեություն են ծավալում Ռուսաստանում, իհարկե փորձի փոխանակումը գիտելիքներով, այսպես ասած, փոխանակվել է եւ օրեցօր ամեն օր սովորելով, կարդալով, ամեն օր մենք նոր գիտելիքներ ենք ստանում, զինվում ենք նոր տեղեկություններով, հիմա բոլորս էլ հասկանում ենք դրա խնդիրը չկա եւ հանգիստ կարողանում ենք զարգացնել մեր եւ փորձը եւ գիտելիքները, բայց իհարկե կարող եմ ընդգծել, որ փորձը ամենակարևորն է այս ոլորտում։ Իսկ ձեր բիզնեսը հիմնելիս պետական որևէ ծրագրից օգտվել եք։ Հետաքրքիր է պետությունը աջակցում է լորաբուծությամբ զբաղվողներին։ Բիզնեսը սկսելիս, երբ ես գրանցվեցի որպես անհատ ձեռնարկատեր, այն դժվար բարդ ժամանակահատվածներ, կորոնավիրուսը, պատերազմը, շատերը ինձ ասում էին, ինչի համար ես դու դա անում, անգամ վարկերի համար, երբ որ դիմում էինք, բանկերն ասում են, դուք ինքներդ տեսնում եք, որ շատ զգայուն է երկրի վիճակը, մենք չենք կարող ձեզ վարկավորել, ռիսկի մեջ եք, ռիսկային գոտու մեջ եք եւ այլն, բայց մենք չհանձնվեցինք, մենք տարբեր ձևով մեր խնդիրները բարձրաձայնեցինք, մենք ստացանք 0% վարկ մեր ոլորտում, ինչպես նաև Հայաստանի զարգացման եւ ներդրումների կորպորացիան մեզ օժանդակեց եւ վարկ ստացանք։ Բավականին դժվար ճանապարհ անցաք մինչև հաջողություններ գրանցելը եւ շատ հետաքրքիր է ովքեր էին ձեր կողքին բիզնեսի հիմնման պահից մինչև այսօր։ Մեր կողքին է եղել ընտանիքը իհարկե, միշտ ինձ աջակցել է իմ ընտանիքը, իմ բարեկամները, հարազատները, ընկերները, այն բոլոր մարդիկ, ովքեր հավատացել են, ուժ են տվել, ոգեշնչել են եւ ասել են առաջ գնա։ Քանի որ այսօր արդեն ձեր կայուն դիրքերն ունեք հայկական շուկայում, հետաքրքիր է ըստ ձեզ մրցակցային խնդիրներ կան տեղական արտադրողների, կոնկրետ լորաբուծության ոլորտում եւ ներմուծողների միջեւ։ Հաշվի առնելով, որ մենք Հայաստանում հիմա ամենամեծ լորաբուծարանն ունենք եւ միակն ենք, որ ամբողջ շղթան մենք ինքներս ենք իրականացնում, կերից սկսած, մինչեւ արդեն վերջնական ապրանքատեսակ, ինչպես նաեւ առավել եւս, որ ունենք արդեն պատրաստի սնունդ, մեր ֆիրմային խանութ սրճարանի տեսքով, մենք չունենք մրցակից, ուղիղ մրցակից չունենք, բայց մենք անուղղակի մրցակից ենք նաեւ համարում հավիմիսը, տարբեր թռչնամիս, այդ թվում նաեւ ցավոք սրտի հիմնական մասը ներմուծված։ Չնայած խոսեցինք, որ ձեր հիմնական սպառման ապրանքը հենց լորի միսն է եւ ձուն, բայց ինչպես տեսանք, դուք նաեւ այլ պրոդուկտներ ունեք։ Կմանրամասնեք, ինչպես եք իրացնում այն, որտեղ եւ առհասարակ ինչ տեսականի ունեք։
Ինչպես արդեն խոսեցինք, մեր հիմնական ապրանքատեսակը թարմ լորի ձուն է եղել, որով շուկա ենք մտել, բայց այնուհետև ավելացրեցինք թարմ լորի միսը։ Ունենք նաև ապխտած ապրանքատեսակներ, ապխտած լորի մսի, ապխտած լորի ձվի, ապխտած լորի մսից պատրաստված խորտիկների տեսքով։ Իդեպ ծխեցումը նույնպես բնական է, մենք ընդհանրապես հավելումներ չենք օգտագործում, կանցերոգեն չի պարունակում, որը շատ կարևոր է, բոլորս էլ հասկանում ենք։ Շատերը սիրում են օրինակ ապխտած պրոդուկտներ, հոտը, հա, այսպես ասած, բայց վախենում են, ասում են, դե մենք գիտենք, չէ, այնտեղ այսպես ասած բոլորիս հայտնի ժիթկի դիմ կա եւ այլն, մեզ մոտ ամբողջովին բնական է, որը շատ կարեւոր է ու մեր հիմնական թիրախային արժեքն է, որ մենք պետք է պահենք բնական սնունդի տեսակը։ Ինչպես նաեւ ունենք պահածոյացված ապրանքատեսակներ, ունենք պաշտետ լորի լյարդից, ունենք պաշտետ լորի մսից, որոնք նույնպես ամբողջովին բնական են, ունենք տհալ լորի մսից, որտեղ կա լորի փափկամիս, բարձրակարակ եւ ընդամենը 3 բաղադրիչ, դա մեր ավանդական տհալի բաղադրատոմսով ուղղակի լորի։ Ունենք նաև մարինացված լորի ձու, պահածոյացված, հա, պահածոյի տեսքով, նոր ապրանքատեսակների շարքում է, որը դեռ դիզայնի փուլում է, որը արդեն շուտով կներկայացնենք մեր հաճախորդներին, ունենք շոկեխաշած լորի միս, այս շոկեխաշած լորի մսի մեջ արդեն ամբողջովին իր դիետիկ, հա, լորի մսի դիետիկ հատկանիշները մենք պահպանել ենք, այստեղ անգամ ջուր չկա, իր իսկ հյութի մեջ ենք պահածոյացված ամբողջովին դիետիկ պրոդուկտ է, խոլեստերին չի պարունակում եւ ունենք արգանակները հենց պատրաստի խիտ, այսպես ասած, լորից պատրաստված արգանակ է, որը այլընտրանք է այն մեր կողմից հայտնի արհեստական հավելումներին, որը տալիս է ինչ-որ մսային բույր եւ համ։ Եվ մեր մյուս պրոդուկտի մասն էլ ձեզ ասեմ, որը նույնպես արդեն պահածո է, մենք տեսանք որքան սիրվեց մեր տոլման նույնպես մենք փորձեցինք պահածոյացնենք ու շատ համեղ է ստացվում, հավատացեք, դուք էլ որ փորձեք, էլ ուրիշ տոլմա չեք ուտի, կընտրեք միայն լորի տոլմա։ Իսկ հետաքրքիր է, չեք մտածել ձեր արտադրանքը արտահանելու մասին։ Այո, իհարկե, շատ ճիշտ նկատեցիք, արտադրամասը, որը մենք ձեզ հետ նայեցինք, որում մենք ձեզ հետ շրջեցինք, ինքը ի սկզբանե կառուցվել է երկարաժամկետ ապրանքատեսակներ արտադրելու համար, հաշվի առնելով մեր հայկական շուկայի սահմանափակ լինելը, մենք իհարկե մտածել ենք, որ կունենանք այնպիսի ապրանքատեսակներ, որոնք կլինեն երկարաժամկետ ու կարող ենք արտահանել։ Չնայած բազմաթիվ հաջողություններ արդեն իսկ գրանցել եք, մենք տեսնում ենք ձեր պատվոգրերն ու մրցանակները, բայց այնուամենայնիվ վստահ եմ, որ զարգացման հեռանկարային ծրագրեր ունեք։ Առաջիկա տարիների համար ինչ նպատակներ ունեք։ Այո, մենք ընդլայնվելու տեղ ունենք, մենք ուզում ենք մեծանալ, խոշորանալ, ինչու՞ չէ նաև ներդրումներ ներգրավել, որ արդեն ներգրավել ենք իրականում, եւ նաև կան հետաքրքիր մտքեր, որ մյուս տարի մենք պլանավորում ենք ունենանք մեր տարածքում այստեղ այս գեղեցիկ Գողտրիկ անկյունում, որտեղ կլինեն հատուկ այն լորիկները, այսպես ասած, որոնք պատրաստ են, որ իրենց տեսնեն, իրենց կերակրեն, մի խոսքով ուրախ կլինեն եւ մենք ընդունենք արդեն եւ տուրիստական խմբեր եւ տեղի դպրոցական երեխաներին, հաշվի առնելով նաեւ այն փաստը, որ մեր խորվիրապը անմիջապես մեր հարևանությամբ է գտնվում, մեծ սիրով մենք կարող ենք համատեղ համագործակցել տուրիստական ընկերությունների հետ։ Իդեպ շատ առաջարկներ կան, բայց ասում ենք, որ չենք կարող, պետք է ամեն ինչ ճիշտ պատրաստենք, մենք սիրում ենք ամեն ինչ ճիշտ անել եւ մյուս տարի ամեն ինչ կունենանք։ Տեղում կունենանք նաեւ փաթեթներ սնվելու։ Դա կլինի լանչ թե ընթրիք, իհարկե կախված է խմբից, ինչ տարիքային խումբ կլինի։ Վստահ եմ, որ այդ վայրը կդառնա այցելուների ամենասիրելի վայրերից մեկը։ Ես էլ եմ այդպես մտածում։ Շնորհակալ եմ։ Սիլվիա, շատ երկար խոսեցինք ձեր բիզնեսի մասին եւ վստահ եմ, որ բիզնեսին շատ էներգիա եւ ժամանակ եք տալիս։ Սակայն այնուամենայնիվ դրանից բացի ժամանակ գտնում եք այն նախասիրությունների համար, որոնք հենց Հայաստանի հետ են կապված։ Գիտեք, շատ հետաքրքիր հարց է, բնության հետ կապվածության մասին, իմ եւ բնության, այսպես ասած, ես շատ երկար կարող եմ պատմել ու խոսել, ես իրոք ուժ եւ էներգիա եմ ստանում հենց բնությունից։ Եվ դա այն հիմնական հիմքն է, հիմնական հենասյունն է, այսպես ասած, որ ի սկզբանե ամեն ինչ սկսվել է հենց այստեղ բնությունից, փոքր քայլերից, երբ մենք եկել ենք, այստեղ ամեն ինչ դատարկ, ուղղակի հողատարածք է եղել, մեզ գրավել է հենց այն էներգիան, ուժը, որ կա այս տարածքում, անկեղծ կա այդ էներգիան Արարատյան դաշտավայրում, որ մենք կարող ենք լինել ունիկալ ու ստեղծել ունիկալ պրոդուկտ, ունիկալ արտադրանք ամբողջ աշխարհի մակարդակով։
Եվ երբ ես մայրաքաղաքի այսպես ասած խցանումներից ու թողբոհից հեռանում գալիս եմ այստեղ, մի քանի րոպե այս լռության մեջ ես արդեն այո ոգեշնչվում եմ, էներգիա եմ ստանում եւ նաեւ ինձ լավ եմ զգում, որ այո, մենք շատ բնության մոտ ենք։ Սիլվիա, դուք երկար տարիներ ապրել եք Ռուսաստանում եւ երկու երկրների հասարակությունները համեմատելու հնարավորություն ունեք։ Ինչ առանձնահատկություններ եք նկատել, որոնք բնորոշ են միայն հայկական հասարակությանը։ Այո, կան տարբերություններ իհարկե եւ կան կարծրատիպեր ցավոք սրտի, բայց իհարկե անընդհատ մենք զգում ենք, որ փոփոխություններ են գրանցվում, մենք շատ ենք սիրում, օրինակ, ես սննդի մասով կասեմ ձեզ, քանի որ իմ ոլորտը հենց սնունդն է, մենք շատ ենք սիրում ուտել այն, ինչ մենք սովորել ենք ուտել։ Ես իհարկե չեմ ժխտում, որ մեր մանկության բույրը, համը, այնինչ մեր տատիկներն են պատրաստել, մեր մայրիկներն են պատրաստել, մի այլ տեսակ մեզ համար համեղ է, ուրիշ արժեք ունի իհարկե, բայց ամեն դեպքում կյանքը փոխվում է, մենք դա ենք հասկանում, նախասիրությունները փոխվում են, վերջի վերջո մենք տուրիստներ ենք ընդունում, մենք այլ երկրներ ենք գնում եւ չպետք է վախենալ, փորձել ինչ-որ բան նոր։ Ինչու՞ չէ նաեւ միքսել ավանդականը եւ արդիականը։ Օրինակ մեր տոլման դրա վառ ապացույցն է, չէ՞, մենք բոլորս գիտենք ավանդական տոլման։ Կարելի է նոր լուծումներ տալ մեր ավանդական թեկուզ ուտեստների համար, բայց իհարկե դրա վրա պետք է աշխատել, մենք աշխատել ենք ամեն ինչի վրա, այսպես ասած, մեր ոլորտի հետ կապված, դա էլ խնդիր է, որը մենք լուծում ենք։ Ուղղակի մարդկանց պետք է տալ փորձեն, դրան ժամանակ է հարկավոր եւ իհարկե էներգիա։ Սիլվիա, եւ վերջում հաշվի առնելով ձեր այս փորձը, հաջողված փորձը, որ երկար ժամանակ ապրել եք դրսում եւ վերադարձել եք վերջապես հայրենիք եւ այստեղ կյանքի եք կոչել ձեր երազանքը, կխնդրեմ դիմեք նաև մեր այն հայրենակիցներին, որոնք դեռևս վերջնական որոշում չեն կայացրել հայրենիք տեղափոխվելու հարցում։ Ես մեր հայրենակիցներին կխնդրեմ, որ վերադառնան Հայաստան։ Ես հասկանում եմ, պատճառները տարբեր են, մենք էլ ենք տարբեր պատճառներից ելնելով տեղափոխվել Հայաստանից, հա, օրինակ Ռուսաստանի Դաշնություն, ոչ մեր կամքով, ու շատ դեպքերում այդպես է լինում, բայց հավատացեք, մեկ է, բոլորը մի օր հետ են գալու, որովհետև մենք այս երկրի սերունդ ենք, մենք էներգիա ենք ստանում, ուժ ենք ստանում այս երկրից եւ հաստատ ավելի լավ տեղ աշխարհի որևէ ծայրում, որևէ անկյունում չունի։ Եկեք մեր երկիր, եկեք միասին ստեղծենք մեր երազանքի երկիրը, ապահով երկիրը, որովհետև ամեն մեկից ստեղծած արժեքներից ամենօրյա մեր աշխատանքից է կախված, ինչպիսի ապագա կունենա մեր երկիրը։ Շնորհակալություն Սիլվիա հետաքրքիր զրույցի եւ կարեւոր խորհրդի համար։ Ձեզ շնորհակալություն։ Սիլվիա Այվազյանի պատմությունը վկայում է, որ երբ գործին մոտենում է սիրով եւ նվիրումով, ամեն գաղափար էլ կարող է վերածվել հաջողության պատմության։ Նրա վերադարձը Հայաստան դարձավ ոչ միայն անձնական, այլև ընդհանուր հաղթանակ, նոր շունչ, ժամանակակից մտածողություն եւ տնտեսական աշխուժություն ներմուծելով համայնքային կյանքին։ Հայրենակցի այսօրվա թողարկման համար այսքանը։ Կհանդիպենք։